Պատմությունները տարբեր են, բայց դրանք ունեն նույն կառուցվածքը՝ սկիզբ, կոնֆլիկտ, զարգացում եւ ավարտ։ Սկզբում ամեն ինչ սովորական է, հետո ինչ-որ բան է պատահում։ Դեպքերը զարգանում են, առաջանում է դժվարություններ, իսկ վերջում ավարտ կամ հանգուցալուծում։ Հիշիր, կոնֆլիկտը պարտադիր չէ, որ լինի ինչ-որ վեճ կամ հակամարտություն։ Դա կարող է լինել համեմատություն ապագայի եւ անցյալի հետ։ Հնարավոր է, որ պատմության մեջ լինեն տարբեր խոչընդոտներ, որոնք կփոխեն հենց տվյալ պատմության սովորական ընթացքը։ Արի մի օրինակ քննարկենք։ Բոլորիս հայտնի Հարի Փոթերը։ Պատմության դասական կառուցվածքի բոլոր բաղադրիչները կան այստեղ։ Սկիզբը ամենասովորական տղան ապրում է իր մորաքրիչ տանը, ոչ մի հրաշք, ոչ մի կախարդանք։ Բայց հետո նա ստանում է նամակ Հոգվարցից, եւ դա դառնում է առաջին շրջադարձը։ Ահա կոնֆլիկտը։ Պարզվում է, որ ոչ թե նա սովորական երեխա է, այլ հայտնի կախարդ, եւ նրա կյանքում շատ դժվարություններ են լինելու։ Զարգացման փուլում Հարին սովորում է հաղթահարել իր վախերը, սկսում է հասկանալ, թե ինչ պետք է անի, որպեսզի հաղթի Վոլդեմորտին։ Շրջադարձերը գալիս են ամեն անգամ, երբ հերոսը կորցնում է ինչ-որ մեկին, երբ գաղտնիք է բացահայտում կամ ինչ-որ դժվար որոշում պետք է կայացնի։ Իսկ ավարտը Հարին հաղթում է, բայց ոչ թե իր կախարդական փայտիկով, այլ որովհետև կարողանում է սիրել, կորցնել եւ գտնել նորը։ Պատմությունը ավարտվում է ոչ թե այն պատճառով, որ չարապարտվել է, այլ որովհետև հերոսը փոխվել է։